Պարոն Քոչարյանի ելույթին չեմ կարող չանդրադառնալ։ Պարոն Քոչարյանը նախորդ իր ելույթում, ոչ այսօրվա, եկավ եւ ասեց այն ընտրակեղծիքները, որը որ դուք արել եք, այս սպիտակ շորերով ամպը գլխին, այն ընտրակեղծիքները, որը որ դուք արել եք, հետք է թողելու մեր պատմության մեջ։ Հետքը գիտեք որն է ընտրակեղծիքների, դուք եք հետքը ընտրակեղծիքների, որ նստած եք այս դահլիճում, որովհետեւ ձեր ստեղծած քրեաօլիգարխիկ ընտրակեղծարար համակարգի պատճառով է, որ հնարավոր է եղել վերագործարկել ինչ որ չափով այդ համակարգը այս ընտրություններին փող բաժանելու մարդկանց տերորի ենթարկելու միջոցով ձայներ հավաքել եւ հայտնվել ազգային ժողովում, շարունակելու համար սպասարկել օտարերկրյա ուրեմն շահերը եւ շարունակելու համար պայքարել նրա համար, որ ձեր ապօրինի գույքը ձեզանից չխլեն։ Հիմա էլ եկել այստեղ Ծառուկյանի ապօրինի գույքն են պաշտպանում։ Ինչ եք այստեղ Ծառուկյանի, պարոն Քոչարյան, գնում եք, խոսում եք ու գնում եք, չեք լսում ձեր ասացի արձագանքները, ուստեղ ասում եք ուրիշտեղ, ուրիշ հարթությունում մենք կլուծենք այս հարցը, որ իմ հոր մասին այսպիսի բան եք ասում։ Նախ մենք ձեր հոր մասին չենք ասում, մենք ասում ենք Հայաստանի երկրորդ նախագահի աթոռը զավթած Ռոբերտ Քոչարյանի մասին, ով այո ձեր հայրն է, բայց դուք նրա խմբակցության падգամավորն եք եւ ստանձնել եք այն քաղաքական պատասխանատվությունը եւ շարունակում եք այն քաղաքական հետագիծը, որը ձեր հայրն է ունեցել։ Եվ եթե իմաստեղ ասում եք ուրիշտեղ ուրիշ հարթությունում այդ հարցերը կլուծենք, որ ուրիշտեղ որտեղ կարող է հոկտեմբերի 27-ին ազգային ժողովում դուք ոնց որ թե էտա ձեր հարցեր լուծելու ձևը մարտի 1-ով հոկտեմբերի 27-ով։